Ես այսօր ուզում եմ շատ բարձ, շատ հստակ բանաձևում առաջարկել ձեզ և միասին փորձենք լուծել այս հստակ բանաձևը։ Հասարակ, երկրորդ դասարանի բանաձև։ Սուտ, գումարած կեղծիկ, գումարած ստորացում, գումարած նսեմացում, գումարած թուլություն, գումարած խաբեություն, հավասար է, ինչ, Նիկոլ Փաշինյան, այո, ուժ, հավատ, հույս, սեր, այո, ակեցություն, համերաշխություն, միասնություն, հարգավաճում, և այսպես շարունակ հավասար է ինչ, Սամվել, վարչապետ, Սամվել, վարչապետ, Սամվել, վարչապետ, Սամվել, վարչապետ, Սամվել, վարչապետ։ ասում են, որ մենք չլինենք պատերազմ է լինելու, սուտ է, չի լինելու պատերազմ, պատերազմ լինում է միայն թուլության, միայն ձախողակության, միայն վախկոտության արդյունքում, որ Ալիևին էլ գնա շատ խնդրեց, մեր նույնը պատերազմ չի լինելու, չի ընդունելու նույնիսկ այդ խնդրանքը, ուժեղ առաջնորդ, սա է, որ մեզ հարկավոր է հունիսի 7-ին, ուժեղ առաջնորդ, որը Հայաստանը պիտի տանի դեպի նոր զարգացում, դեպի նոր բարեկեցություն, դեպի նոր համակեցություն։ Դիվանագիտությունը լրության արվեստ է։ Ինչ որ դուք տեսնում եք երկնագույն էկրաններից, դա դեռ դիվանագիտություն չէ։ Ձեռնվելը, գրկախառնումը, լուսանկարվելը, դա դեռ դիվանագիտություն չէ։ Դիվանագիտությունը կուլիսային, լուր, լրելյային աշխատանք է ենթարկում։ Այս աշխատանքը անհնար է իրականացնել վախկոտի միջոցով։ Այս աշխատանքը անհնար է իրականացնել զիջողի միջոցով։ Բանակցությունների սեղանին նստող զիջողականությունը ի սկզբանե դատապարտված է։ Դու չես կարող չկանգնեցնել զիջումների շղթան և չունենաս նոր զիջումներ։ Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը կանգնեցնելու է այդ խայտարակ զիջողականությունը։ Կանգնեցնելու է այս անընդհատ մահաբեր ընթացքը և առաջնորդելու է ողջ հայ ժողովրդին, ոչ միայն Հայաստանում, այլ նաև Հայաստանի սահմաններից դուրս, Սփյուռքում, մեր բոլոր քույրերին և եղբայրներին, դեպի ճիշտ և իրական ապագա, այն ապագան, որի մասին երազել են մեր պապերը, այն ապագան, որի համար մեր զինվորները նահատակվել են, այն ապագան, որը հենց մեզ հայերիս է պետք լինելու։ Այո և երիցս այո, հունիսի 7-ը հայ ժողովրդի, հայի, հայ ինքնության, գոյութենական պայքարի առանցքային օրն է լինելու։ Եվ մենք հաղթանակով ենք դուրս գալու հունիսի 8-ը առավոտյան մարդիկ արդեն տեսնելու են այդ փոփոխությունները։ Ուրեմն, առաջ Աստված, մեր գործը արդար է, մեր շարժը, մեր ընթացքը անկասելի է, վախը այլևս դուրս է եկած այս ժողովրդի միջից։ Այս ժողովուրդը այլևս սկսել է ուղղել իր ողնաշարը։ Մենք անկասելի ենք և հաղթանակը միայն ու միայն մերն է լինելու։ Ժողովրդին է լինելու։ Փոփոխություն!
Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Արմաթ Մեդիա AM կայքում։